Արժանի չի, օրինակ դուք ստեղ եք, չէ, ձեր պարտքը կատարելու համար։ Իսկ այսքան մարդ նույնժելի մինիստրությունում կամ ինչ-որ միտեղ մեկը չկար, որ հարգեր այսքան մարդը, գարստը կանգնել, ասել հարգել է ժողովուրդը, փոխարեն, հաստատը բնի Հաստատի վրա, բոլորը հասկանում եմ իրավական ակտերի իրավական քաղաքակիրթ եղանակով քննարկել ձեր խումբ ստեղծեք, գնացեք, հիմա կոնկրետ ասում մարդիկ գնացեք, մի 10 հոգի ժամանակի կային իրաց պագոներից ցածր է, որ կային ասեն հարգելի կասապորները մի ամիս հետո 59 համարը դուրս է գալու, այս խնդիրը սեքսուալ հիմա խիմ է ստիպեցին մենք իշնենք ստեղ որ ճանապարհ փակենք, իրանք այդքանից հետո չեն գալիս, մեր հարցերին չեն պատասխանում։ Ստեղ, հարցերի Դուք ինչու եք ստե, պարոն գնդապետ, մեր հարցերին պատասխանեք ինչու համար այստեղին ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը ձեր անվտանգությունը բայց հիմա դուք սահմանափակում եք այլոց իրավունքները, մենք ձեզ հետ ենք կոչանում, որ իրավունքների համար սահմանափակումը վերացնելու համար, դրանք ասում քննարկման եղանակա, գնացեք պարոն գնդապետ, 3 ամիսից եկել եք ստեղ, ինչ համար եք եկել։ Քաղաքացի ոչ չէ։ Ինչ-որ մեկը որ ընդեն նստած է ձեզնից ցածր կամ բարձր մարդը, թույլ չի տալիս իրան ներկա գտնվի ստեղ։ Իրանք ինչու պարտավոր չեն։ բոլորն Մենք եք իրանց ընտրել։ Այդ մարդկանց մենք ընտրել ենք։ Իրենք ինչ-որ մեկը փողաստե ու այդ հարցերին պատասխան տա ձեր հետ միասին Ախպերնու եղանակով սաղը պիչեք փակեք մի բացեք, ցավը տալու։ Ոչ բացեք, ոչ էլ ախպեր, այսպես առիկային եք ախպեր։ Այնքան միջև գա։ համար կա գոյություն ունի ամեն մեկի համար առանձնացված տեղ կա, ամեն մեկը կառավարությունը համայնքի բնակիչ է, գնացեք համայնքապետարանը դեռ դիմել են, քանի օր ասել են, ասում են, չէ, որ ինչու չեն եկել պատկան մարմինները կառավարությունից, այո, հիմա եկել են, սպասում են, որ մեջ թողեն իշնենք ստեղ։ Չաստեղ գա ինչ անի։ Թողային կասախոն խոսային, մենք չիշնենք ստեղ։ Երեկային քասախոն խոսային, Ոչ մեկ չի գալիս, մեզ բայց չեկան։ Ոչ մի բանի տեղ չի դնում։ Հիմա ես ինչ անեմ։ Իմ երեխու, իմ ապակայիմ հոր, իմ այս կասախցիների հարցը ո՞նց է լուծվելու։ Իրանք որ չեն հարգում ինձ, ես պետք է իրանց հարգեմ։ Հարցը, եւ ձեր հարցը դուք արդեն բարձրաձայնեցիք։ Բոլոր այնա լրատվամիջոցները մենք բարձրաձայնենք, ես ո՞ր գարնա։ Որովհետեւ Սա իրանք այդ հարցը որ կար բարձրաձայնել ենք մի անգամ, բարի լինենք այն ասեն հարգելի կասախցիներ, այսօր հավաքում ենք կուլտուրայի տունը կամ ստադիոնում։ Նա դլարեք տնակ այս խնդիրի հարցը ո՞նց են լուծում տալու։ Ոչ մեկ չետա, ոչ մի բան չի ասախվել, որոշում են կայացնել ու քաշել են խրա։ Մենք մեկ գլխի ճարը տենանք ապրել։ Հիմա եկա ես ամբողջ Երևանը շրջապատված է համայնքներով, գյուղերով, բնակավայրեր, համայնքներ, խոշորացված, ոչ խոշորացված բնակավայրեր։ Բոլորի մոտ տրանսպորտի խնդիր կա։ Միասնական լուծման նպատակը այն է եղել, որ երթևեկությունը Երևանի, որը որ այսպես է, էլ արդեն շնչելու տեղ չկա, բեռնաթափվի։ Այդ նպատակով որոշումը կայացել։ Հիմա դրա համար դա միասնական որոշում է, մենակ այս համայնքին չի վերաբերվում, դա ընդհանուր ամբողջ հանրապետությանն է։ Հիմա լավ, մենք չենք հասկացել կառավարությունը, այդքան խելք չունենք, որ հասկանանք կառավարությունը մեր ամիշում լավ բան ուզեց անել։ Չենք հասկացել, ինքը թողար մեզ բացատրել։ Մենք անհասկացող մարդ ենք եղել, քիչ են գալիս թե բացատրեն, որ մենք հասկանանք, որ մեր համար շատ լավ է լինում, որ 59 համար այս 8 մետրանոց ավտոբուսն ավելի վատնա կաստեն գազելը որ գազելը թող աշխատի ապրել։ Չէ, մենակ 59։ Թող գազելը այդ մեքենա թող աշխատի։ Մենք դեմ չենք, բայց ավտոբուսը պետք է աշխատի։ Այլա բան արել։ Էլի թող աշխատի ավտոբուսը։ Մտնում ամն է ստայց։ Չէ։ Թող էլի բարձանա, բայց ավտոբուսը թող բարձանա։ Իրար հետ թող աշխատի։ Այսինքն տրանսպորտ Թող կասա դիսկ ապրել, բայց ավտոբուսը թող էլի։ Մենք ես ենք ուզում ապրել։ Մենք չենք ասում, չէ ախպերը գազելը չկա, իրանց իրավունքն է, օրենքի սահմանելով իրանց իրավունքն է, չէ գանստը աշխատի, թողան աշխատին նա։ 59-ներ թող աշխատի, կնստեն այդ ավտոբուսը, կնստեն, չնստի, թող չնստեն։
59 Երևանի տրանսպորտը, համայնքային տրանսպորտ չի, Համայնքային դրա համար է։ Պարոն գնդակ, Համար ասում ենք առաջարկել ենք 125 գամարի ավտոբուս։ Քաղաքային տրանսպորտը իշտորեցել։ ասենք չէ, տեղյակ չեմ, Կասախը աշխատել է, այո, Կասախը ստեղծված ժամանակում ունեցել 125, որ գնացել է մինչև պրոսպեկտից եկել է Կասախ։ Այդ ոնց եղավ սովետական ժամանակ Կասախը ունեցել է իրավունք ունենա քաղաքային տրանսպորտ ունենա, իսկ հիմա անցած 10 քաղաք իրավունք չունի տրանսպորտ մտնել։ Որովհետև լիքը ավտո կան, ասում ասում որ Չի կարելի։ Չէ, ապեր, հոգա էլի իր իրավունքն է։ Ով ասում իր իրավունքը։ ամեն դեպքում ժողովուրդ ջան, սաղսը կայնելու ենք միջև վերջը, կայնացել կայնելու ենք միջև վերջը։ Պետք է լինի մեր երեխեքին դրդացից դիճեցնենք, դրանք կայնենք։ Պատկան մարմինների մենք ոչ կանաչում ենք ոչ